Ողջունում եմ բոլորին, հուսամ բոլոր լավ եք։ Այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա կանխատեսումը, վերլուծությունը, հուլիսի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածը եւ միասին կհասկանանք ինչ օրեր ունենք եւ ինչպես պատրաստվենք գալիք շաբաթվան, որպեսզի մեր բոլոր նախաձեռնությունները ընթանան ավելի փափուկ, առանց խնդիրների եւ մենք ավելի արագ հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ չգիտեք որն է ձեր անհատական էլեմենտը, որ կենդանեկերպի տարում եք ծնվել, սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիսը, ժամը, եթե ժամը գիտեք լրացնում եք, եթե ոչ բաց եք թողնում։ Ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Նրանից հետո կբացվի արդեն ձեր անհատական բազի քարտը, անհատական էլեմենտը նայում ենք այս հատվածում եւ տարվա կենդանակերպը, ծննդյան տարվա կենդանակերպը արդեն կտեսնենք այս հատվածում։ Եթե խնդիրներ առաջանան, կարող եք դիտել այս վիդեոն, այս վիդեոն իմ YouTube-յան ալիքում է, այստեղ մի փոքր ավելի մանրամասն եմ ես ներկայացնում բազի քարտի մասին, եթե դրանից հետո կառաջանան խնդիրներ, ապա գրեք մեկնաբանություններում այս վիդեոյի ձեր հարցերը, ես կփորձեմ պատասխանել։ Եվ ինչպես միշտ, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, եթե հավանում եք իմ վիդեոները, լավ կլինի, որ բաժանորդագրվեք, որպեսզի այս վիդեոն ավելի շատ տարածում ունենա, նաև սեղմեք լայք կոճակը եւ ինչու՞ չէ, կարող եք կիսվել ձեր շրջապատի մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ տեղեկանան այս ինֆորմացիան ստանան եւ իրենք էլ իրենց չափով կարողանան կարգավորել իրենց կյանքը, ընտրելով բարենպաստ օրեր հատուկ նախաձեռնությունների համար։ Հիմա սկսենք ամսի 6-ից, երկուշաբթի օրվանից, ամսի 6-ը մեզ մոտ փակում բնութագրով օրով է նկարագրված, մենք ունենք մետաղական օձի օր, մետաղական օձի օր, օրը ֆինանսական առումով համարվում է դրական բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը կրակ 9 է։ Իդեպ, եթե կրակ 9-ի էլեմենտ ունեք, ապա ես խորհուրդ կտամ այս ամսվա ընթացքում փոքր ավելի ուշադիր լինեք, որովհետև ամսվա մեջ ընդհանրապես կրակի 9 կամ կրակյան ամսվա մեջ ունենք ուժեղ կրակի էլեմենտի առկայություն, ձեր հուզական դաշտը մի փոքր անկայուն է, եղեք մի փոքր ավելի ուշադիր այս մասով։ Ինչպիսի օր ունենք, ընդհանուր առմամբ, քանի որ փակում բնութագրով օր է, սովորաբար նոր նախաձեռնություններ սկսելու համար բարենպաստ չէ։ Ավելի շատ պետք է կենտրոնանանք արդեն սկսած գործերը ավարտին հասցնելու վրա ու նաև կարող են կատարել պլանավորում։ Ում համար է դրական օր է համարվում օձի, ձիու, ցլի, այծի, կապիկի եւ ակաղի տարում ծնվածների համար։ Հիմա եկեք անցնենք հաջորդ օրվան, ամսի 7-ը, հուլիսի մեզ մոտ եւս փակման օր է, ինչու է կրկնվում, միգուցե նման հարց առաջանա, որովհետեւ մեզ մոտ անցումային շրջան է, այսինքն մեկ ամսից անցնում ենք հաջորդ ամսվան։ Հաջորդ ամիսը, այսինքն հուլիս ամիսը կամ փայտե ամիսը սկսվում է ամսի 7-ից, ըստ չինական օրացույցի, այս հարցը եւս շատ եմ ստանում, ինչու չի փոխվում ամսի 1-ից, այլ փոխվում է ամսի 7-ից։ Ըստ արևային օրացույցի ամիսները փոխվում են մի փոքր ավելի ուշ։ Դրա համար իմ բոլոր վերլուծությունների հիմքում չինական օրացույցն է, կխնդրեմ սրան ուշադրություն դարձնենք։ Ինչ ունենք ամսի 7-ին, մեզ մոտ ջրային ձիու օրն է, օրը եւս, էներգետիկ առումով համարվում է ոչ այդքան դրական, նոր նախաձեռնություններ սկսելու համար խորհուրդ կտամ լինեք ավելի պասիվ։ Ֆինանսական առումով դրական է համարվում հողյան անհատական էլեմենտ է ունեցող անձանց համար, բայց ֆինանսական գործարքների համար օրը համարվում է անբարենպաստ։ Սա իմացեք։ Առավել բարենպաստ է վագրի ձիու, այծի եւ շան տարում ծնվածների համար, եւ եթե կուզենաք ավելի մանրամասն ինֆորմացիա արդեն փայտե այծի ամսվա մասին, ապա դիտեք այս վիդեոն, շատ մանրամասն վերլուծություն եմ կատարել, մանրամասն ներկայացրել եմ ամսվա բոլոր դրսևորումները, լավ կլինի որ դիտեք եւ սրա հիման վրա եւս կատարեք ձեր ամսվա պլանավորումը։ Հիմա անցնենք ամսի 8-ին։ Ամսի 8-ը մեզ մոտ հիմնադրում բնութագրով օր է,
օրը համարվում է դրական օր, հատկապես նոր պաշտոն ստանձնելու, ճանապարհորդություն սկսելու, նաև հանդիպումների համար, հանդիպումների ինչպես ընկերներին, այնպես էլ նոր ծանոթությունների համար եւս համարվում է լավ օր։ Օրը համարվում է դրական նաև ամուսնության համար։ Ֆինանսական առումով ավելի շատ կշահեն հող 9 անհատական էլեմենտը ունեցող անձինք, իսկ կենդանակերպերի մասով առավել բարենպաստ են նապաստակի, ձիու, այծի և խոզի տարում ծնվածների համար։ Հիմա ամսի 9-ը։ Ամսի 9-ը մեզ մոտ մաքրում բնութագրող օր է, ընդհանրապես մաքրում օրերը դրանք մաքրման աշխատանքներ իրականացնելու համար են համարվում լավ, բայց այս անգամ մենք կարող ենք կատարել նաև պայմանագրերի խզում, կարող ենք կատարել շենքի հիմքի քանդման աշխատանքներ, նոր ծանոթությունների համար նույնպես լավ օր է, ինչու՞ չէ նաև նոր բնակարան տեղափոխվելու, նոր տուն, նոր բնակարան տեղափոխվելու համար եւս լավ օր է համարվում, վերանորոգում սկսելու համար է լավ օր, նաև տանիքի վերանորոգման աշխատանքների կատարման համար եւս համարվում է լավ օր։ Նաև օրը կարող եք օգտագործել մաքրման աշխատանքների համար, որտեղ մաքրում օր ունենք, մաքրումը դա միայն մեր տարածքին չի վերաբերվում, սա նորից կրկնվեմ, որովհետև դա նաև մեր մտքերին է վերաբերվում, ընդհանուր մաքրմանը, ազատվեք ավելորդ մտքերից, բացասական մտքերից, ազատվեք ավելորդ իրերից, որոնք դուք երկար ժամանակ պահում էիք, բայց չէիք օգտագործում, ազատեք ձեր տարածքը, որպեսզի նոր էներգիան կարողանա գալ դեպի այդ տարածք, այսինքն ավելի դրական շարժ տեղի ունենա ձեր կյանքում։ Օրը համարվում է ֆինանսական առումով դրական, մետաղյան անհատական էլեմենտ ունեցող անձանց համար, իսկ կենդանակերպերի մասով օրը բարենպաստ է առնետի, վիշապի, օձի և կապկի տարում ծնվածների համար։ Ամսի 10-ը մեզ մոտ լիություն բնութագրող օր է, և լիություն բնութագրող օրերին սովորաբար կրկնապատկվում են ամեն ինչը, որ մենք սկսում ենք, բայց սա մի փոքր այդ օրերից չէ։ Ամեն դեպքում, եթե դուք ռիսկի գնացող մարդ չեք, ես խորհուրդ կտամ օրը մի փոքր ավելի պասիվ վիճակում անցկացնեք։ Եթե ռիսկի գնացող մարդ եք, ուրեմն հանգիստ կարող եք օրվա ընթացքում սկսել նոր նախաձեռնություններ։ Ֆինանսական առումով օրը առավել դրական է, մետաղ 9 անհատական էլեմենտ ունեցող անձանց համար, կենդանակերպերի մասով ցլի, վիշապի, օձի և աքաղի տարում ծնվածները կունենան առավել ուրեմն բարենպաստ դիրքեր։ Ամսի 11 մեզ մոտ հավասարակշռում բնութագրող օր ունենք, ընդհանրապես հավասարակշռում օրերին տեղի ունենում ուժերի, դիրքերի հավասարակշռում։ Եթե ձեր դիրքերը ավելի թույլ են, քան ձեր դիմացի անձնավորությանը, ապա օրը կարող եք օգտագործել հարցերի պարզաբանումներ կատարելու համար։ Սա նկատի ունեցեք։ Օրը մեզ մոտ հրեղեն շան օրն է, ֆինանսական առումով օրը համարվում է դրական ջուրյան անհատական էլեմենտը ունեցող անձանց համար, իսկ կենդանակերպերի մասով առավել բարենպաստ է վագրի, նապաստակի, ձիու և իհարկե շան տարում ծնվածների համար։ Եվ շաբաթվա վերջին օրը, հուլիսի 12-ը, մեզ մոտ կայունություն բնութագրող օրով է, հրեղեն խոզի օրն է, օրը համարվում է դրական հատկապես նոր հանդիպումների, ծանոթությունների համար, վերանորոգման աշխատանքներ սկսելու և բնակարանի կամ տան, ավելի շուտ տան կառուցման, քանդման աշխատանքները, հիմքի քանդման աշխատանքները կատարելու համար եւս համարվում է դրական։ Ֆինանսական առումով ջուր 9 անհատական էլեմենտը ունեցող անձինք առավել կշահեն և կենդանակերպերի մասով վագրի, նապաստակի, այծի և խոզի տարում ծնվածների համար է համարվում օրը առավել բարենպաստ։ Ընտրեք բարենպաստ օրեր, կատարեք ճիշտ պլանավորում, որովհետև եթե դուք կատարում եք ճիշտ գործողություն, բայց ոչ բարենպաստ օրը, ունենում եք բացասական արդյունք։ Եթե կատարում եք ճիշտ գործողություն բարենպաստ օրը, դուք ունենում եք առավելագույն դրական արդյունք։ Սա շատ օգտակար ինֆորմացիա է և սրան պետք է մի փոքր ավելի լուրջ վերաբերվել։ Համենայն դեպս ես ինքս հետևում եմ օրերին և իմ բոլոր գործերը պլանավորում եմ ըստ օրերի և դրանց նշանակության։ Այսքանը այսօրվա համար, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել լայք կոճակը և կիսվել ձեր շրջապատում այս վիդեոն։
Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, մինչ հաջորդ անգամ։